Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սեյդա ջան, հարմար է խոսել հիմա։ Զուգահեռ զանգեր գալիս Զգացի։ Հիմա մենք ուղիղ եթերում մենք խնդրենք նաև որպես մամուլի պատասխանատու ձեզանից էլ մի երկու հարցի պատասխան ստանալ, թե նախ ինչ կարող եք ասել, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը, որովհետև Գյումրու ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը մեր հարցերին չի պատասխանում, տարածքում էլ չէ, այլ աշխատավայրում է գտնվում եւ կեսից անջատեց, նաև հորդորելով ձեզ դիմել։ Հիմա կարող եք ասել, այստեղ ինչու չեն տրամադրում ավականու ցուցակում ընդգրկված հաջորդ անդամի մանդատը, ինչու չի կազմում արձանագրությունը ընտրատարածքային հանձնաժողովը։ Ձեր հարցը, այսինքն նրա ինչի հաջորդ տեխնացուին չեն տրամադրում մանդատ, որովհետև այս պահին չկա արձանագրություն այն, որ ավականու համապատասխան անդամը հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Երբ որ քաղաքապետից ստացել են գրություն այն, որ համապատասխան անդամը ցանկացել է մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օրենքով նախատեսված կարգով որոշել էր, որ պետք է մի քանի աշխատանքային օրվա ընթացքում այդ օրակարգով նիստ հրավիրեր եւ հիշեցնեմ, որ այդ օրերին նաեւ ոչ աշխատանքային օրեր էին, ապրիլի 24-ին էր, եթե ճիշտ եմ հիշում, որ այդ գրությունը ստացել էին եւ դրանից 2 օր անց իրենք պետք է այդ օրակարգով նիստ հրավիրեին։ Սակայն այդ օրակարգով նիստին հրավիրելուն զուգահեռ իրենք ստանում են քաղաքապետից գրություն այն, որ համապատասխան անդամը մանդատից հրաժարվելու դիմում այլևս չի ներկայացրել, այսինքն ցանկանում է հետ վերցնել իր դիմումը։ Դա է խնդիրը, որ իրենք չեն կազմել արձանագրություն այն, որ այդ անդամի լիազորությունները դադարել են։ Քանի որ դա կարող են իրականացրել 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեսեք, մեզ հետ իրենք դիմել են, կարող եմ ավարտել սպանությունը։ Իրենք դիմել են Գյումրու քաղաքապետարանին, խնդրելով հստակեցնել, թե որ գրությունն են հիմք ընդունելու, այսինքն ավականու համապատասխան անդամը իսկապես մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, դա են հիմք ընդունում, թե հիմք են ընդունում այն հաջորդ դիմումը, որի համաձայն վերջինս այլևս չի ցանկանում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Դա է պատճառը, որ այս պահին տվյալ անդամի լիազորությունները որպես ավականու անդամ դադարեցված չեն, քանի որ Գյումրու քաղաքապետարանից քաղաքապետի գրությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել գրություն, որ վերջինիս լիազորությունները դադարել են։ Բայց ստացել է կարծես, հենց հիմա գրությունը այստեղ է մեզ մոտ է։ Այսինքն մեզ ցույց տվեցին գրությունը։ Կես ժամ առաջ են եկել, ուղարկել գրությունը, ուղղակի մուտք չեն արել։ Բացի այդ, մեծ է զրույցում Ես խոսում եմ այն իրավիճակի վերաբերյալ, որ այդ գրությունը դուք իմացեք ինչի ցուցակի հաջորդ համարին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել մանդատի։ Ես ասում եմ այս իրավիճակը, որ եղել է այս օրերի ընթացքում, թե րոպեների ընթացքում ինչ գրություն ա եղել, այդ պահին ես տեղյակ չեմ, որովհետև գիտեք, լրագրողների զուգահեռ խոսում եմ։ Շատ լավ, մի բան էլ հասկանանք, Սեդա ջան, ինձ է դրություն փաստաբան Սոս Հակոբյանը ասաց, որ որևէ նոր, եթե ես ճիշտ եմ ցիտում, հիմա ինքը այստեղ է իհարկե կլրացնի, որ որևէ նորմատիվ իրավական ակտ չկա ոչ ընտրական օրենսգրքում, ոչ թիմ օրենքում, որով կարող է ավականու անդամը, որը հրաժարվում է իր մանդատից, դրանից մի քանի օր անց փոշմանել, նորից հետ վերցնել դիմումը, այսինքն ասել, չէ, ես նորից պահպանում եմ մանդատը։ Այդպիսի որևէ իրավական ընթացակարգ չկա։ Եթե կա, խնդրում եմ դուք դա հուշեք մեզ, եթե չկա, ես իրական ձեռնպահ կմնամ իրավական ինչ-որ դրույթներ շատ մանրամասն մեկնաբանելուց, ես ասացի այն իրավիճակը, որ եղել է ու ինչի այս պահի լիազորությունները դադարած չեն ավականու համապատասխան անդամի։ Մի բան էլ, հիմա եթե մուտքը արվի, ես իհարկե ոնց հասկացավ քաղաքապետի գրությամբ մեկ անգամ արդեն լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմվել է, ուղարկվել է ԿԸՀ, ճիշտ հասկացա։ Ոչ թե ԿԸՀ, այլ ընտրատարածքային։ Ներողություն, ընտրատարածքային, այո։ Հիմա երկրորդ դրա հիման վրա պետք է այդ օրակարգով նիստը գումարվեր։ Շատ լավ, գումարվել է, հետո փոշմանել հետ է վերցրել։ Չէ, նիստը չի գումարվել։ Իրենք որոշել էին, որ այդ օրակարգով նիստ պետք է գումարեին, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել օրակարգը կազմվել է մեր կայքում հայտնվել է, թե չէ, որովհետև ես գիտեմ, որ պետք է այդ օրակարգով նիստ գումարել։ Իսկ ավականու անդամը բայց չեն գումարել, որովհետև ստացել են զուգահեռ գրություն 2 օր անց, որ
ավականո համապատասխան անդամը ցանկացել է հետ վերցնել իր դիմումը։ Նախ դա ենք ուզում հասկանալ, իհարկե դուք ասացիք երևի ձեր իրավաբանական բաժնից ճշտենք, դուք իր լիազորություն իրավունք ունի թե ոչ, երկրորդը հիմա եթե գրությունը արդեն եկել է համայնքապետարանից, այս գրությունը կարող են հիմք ընդունել ընտրատարածքային հանձնաժողովում եւ նրա լիազորությունները դադարեցված համարեն եւ մանդատը տրամադրեն հաջորդ անդամին։ Եթե միայն լիներ այդ գրությունը, այնպես ինչպես ազգային ժողովի դեպքում է, երբ մենք ստանում ենք օրինակ այդ դեպքում մենք ենք ստանում, երբ ստանում ենք ազգային ժողովի նախագահի արձանագրությունը առ այն որ համապատասխան պատգամավորը վայր է դրել իր մանդատը, այո, մենք փոխանցում ենք հաջորդ անդամին։ Բայց այնտեղ էլ գիտեք, որ էլի 7 աշխատանքային օրվա սկզբունքը կա, որ նշված է, որ պատգամավորը կարող է 7-րդ օրը հետ վերցնել։ Այո, իր դիմումը հետ վերցնել։ Այդպես կլիներ, եթե հաջորդ դիմումը չլիներ։ Իսկ այստեղ չկա այդպիսի հնարավորություն։ Հաջորդ դիմումը եւ ես չեմ ուզում մտնել արդեն այն իրավական դաշտը, թե արդյոք կարող է ավականո անդամը նորից դիմում ներկայացնել, թե չէ, ես ասացի ուղղակի այն իրողությունը, որ մենք ունենք ու ինչի չի փոխանցվել հաջորդ անդամին։ Հիմա մի բան էլ հստակեցնեմ։ Ի վերջո մենք այս պահի դրությամբ ունենք հետեւյալ իրավիճակը, որ այստեղ ավականո անդամները մեր քաղաքադաշինքից մեզ ցույց են տալիս քաղաքապետարանի գրությունը, արձանագրությունը, որը ըստ այստեղի աշխատակցի դեռ մուտք չի արվել։ Հիմա եթե սա փոխանցում են ավականո անդամները այստեղ համապատասխան գործավարին աշխատակցություն ընտրատարածքային հանձնաժողովը իրավունք ունի եւ պարտավոր է արդյոք հենց ամիջապես գործի անցնել եւ դադարեցված համարել Կարեն Բադալյան անունով ավականո անդամի լիազորությունները եւ մանդատը փոխանցել հաջորդ։ Հասկացա, որ ավականո անդամներ են այդ գրությունը տարել։ Դե այս պայն ավականո անդամի ձեռքին է խմբակցության ղեկավարը։ Ես այս խոսակցության ամենասկզբից ես ասում եմ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է Գյումրու քաղաքապետի արձանագրությունը եւ պետք է ստանա Գյումրու քաղաքապետի արձանագրությունը։ Որևէ ավականո անդամ այն սուբյեկտը չէ, որ իրավասու է այդ գրությունը տանել եւ ասել հիմք ընդունեք։ Ոնց պետք է ստանա փոստով։ Կարող է եւ փոստով լինել եւ այլն, բայց պետք է լինի Գյումրու քաղաքապետարանից, Գյումրու քաղաքապետից եւ ոչ թե որևէ ավականո անդամից։ Այդ նույն օրենը, որ ավելի པարզ լինի, ոնց որ եթե ազգային ժողովի օրինակով ասեմ, որևէ պատգամավոր այդ գրությունը վերցնի, բերի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասի ես իրավունքից դուրս քննարկում ենք անում։ Հա, բայց դա եղանակն է կարևոր։ Հիմա խմբակցության ղեկավարը բերել է այդ գրությունը։ Հիմա ասում եք եղանակը, այո, պետք է լինի Գյումրու քաղաքապետի արձանագրությունը ուղարկված Գյումրու քաղաքապետարանից, որևէ այլ սուբյեկտ իրավասու չէ նման գրություն։ Հիմա քաղաքապետարանից այստեղ է, ուղարկվել է, քաղաքապետարանից այստեղ է։ Կնիկված ուղարկվի, մուտք արվի, այդ ժամանակ արդեն խոսենք։ Հիմա այստեղ է, մենք կարող ենք տալ մուտք անեն։ Հենց հիմա արձանագրությունը այստեղ է, տարածքային հանձնաժողովում է։ Գյումրու քաղաքապետի անուն։ Այո, քաղաքապետի անուն։ Այո, քաղաքապետարից ուղարկված է, իմ ձեռքին է, լայվը, կտակ, եթե մեր լայվին հետևում եք, կարող եմ այսպես ցույց տալ, այստեղ, որ ճիշտ ասած ես զուգահեռ քննարկման ամեն դեպքում մենք ցույց տանք, դուք հետո կարող եք հետ տալ նայել, որ այստեղ Վարդան Ղուկասյանի անունով է, այստեղ ինչ-որ պարտականություն Ես ասում եմ, որ Գյումրու քաղաքապետարանից ուղարկված լինի։ Հա, քաղաքապետարանից ուղարկված։ Արդեն քաղաքապետարանից ուղարկված լինի, այդ համակարգով Երևանը լավ, հասկանալի է, հիմա ինձ թվում է ոչինչով ես չեմ կարող ձեզ օգնել, որտեղ իրողությունը այն ինչպես եղել էր, ես ներկայացրել եմ։ Հասկացա։ Պարոն Հովակիմյանը տեղակ է այս իրավիճակից։ Բնականաբար։ Հասկացա։ Լավ, շնորհակալություն Սերժ ջան։ Ձեզ նույնպես հաջողություն։ Հաջողություն։ Մենք ըստ էության լսեցինք լրատվական, դիմենք լրատվական բաժին, ոնց որ դիմեցինք, խոսացինք, այո, էլի, հասանք այդ փուլին էլ լեվելին է հասանք, ու ստացանք այն իրավիճակը, որ մեզ պարզ ասում են, որ իրավունքից դուրս ենք, ասում են իրավական հարցերը չենք մեկնաբանում, այսինքն ուղղակի նկարագրում են այն դրությունը, որ կա, պետք է տեխնիկապես երևի Վարդան Ղուկասյանը այդտեղ անձամբ կանգնած լիներ, այսինքն այդտեղ ու անվերջ sense լուրը մունջ կանգներ սպասեր, օրինակ երբ տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ղազարյան բարեհաճելու գալ իր աշխատանքի վայր, կարող է որոշի եւ չգա օրինակ, կարող որոշի եւ չգա եւ
Ահա, Վարդան Ղուկասյանը պետքա մի 3-4 օր sense կանգնած սպասեր այդ թղթով, միջև այդ մարդը կա պատահական անցնելուց ինչ որ բան մոռացած լիներ օրինակ իր աշխատասենյակում, մտներ վերցներ, դες ճանապարհին անհարմար իրավիճակում հայտնվեր ստիպված վերցներ այդ դիմումը, այսինքն մոտավորապես այտենց է պատկերացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե գրագրությունը ինչպես է աշխատում։ Բայց որն է այստեղ ամենամեծ մանիպուլյացիան։ Հիմքը դադարեցնելու ավականու, ոչ թե դադարեցնելու, այլ արձանագրելու դադարումը, լիազորությունների դադարումը արձանագրելու, դա տվյալ անձի դիմումն է, ուղղված քաղաքապետին, համայնքի ղեկավարին, եւ համայնքի ղեկավարի արձանագրությունն է, որի ստեղ հասնելը եւ մուտք լինելը ոչ մեկ չի հերքում, ինչպես տեսակ, հաջորդ օրը ապրիլի 22-ին ուղարկվել է եւ մեր տեղեկությամբ հենց ապրիլի 22-ին է մուտքագրվել է այստեղ, որի հիմքով էլ պետք է այդ արձանագրությունը կազմվեր։ Հետո այդ մարդը գնացել է տուն, սուրճ է խմել, մի երկու օր անցել է, ճնշումների է ենթարկվել, թե այլ մոտիվացիա ունի նամակներ գրելու, որ ցանկանում է խմբակցությունից դուրս շարունակել ավականներ լինել, այդ ամեն ինչը օրենքից դուրս է։ Նորից ի տարբերություն ազգային ժողովի падգամավորի, ավականու անդամը չի կարող փոշմանել լիազորությունները դադարելը արձանագրվելուց հետո, չի կարող փոշմանել, ասել, չէ, ոնց որ ամեն դեպքում կարամ լինեմ ավականի, ուզում եմ լինել ավականի։ Չկա այդպես իրավական մեխանիզմ։ Իսկ եթե մարդկանց վայ Մակարյանի օգնությամբ, հա, մենք հարցերը տվեցինք, ասում են, դե մենք իրավական թեմաների մեջ չենք կարող անոր մտնել։ Հարգելի գործընկերներ, բա ինչի մեջ կարող եք մտնել։ Բա ինչի հիման վրա եք դուք աշխատում։ Որտեղից եք դուք կարդում, ինչ թույլատրված է ձեզ անել, ինչ թույլատրված չի ձեզ անել։ Որտեղ եք սահմանները գծում ձեր թույլատրելի վարքագծի ու հասկանում պարտականությունները, թե դուք ինչ պետք է անեք ըստ օրենքի, եթե ոչ այդ օրենքը կարդալով։ Սա է խնդիրը, այսինքն ստեղծել են մի արհեստական օրենքից դուրս իրավիճակ, ձգձգում են այդ արձանագրության տրամադրումը, կազմումը, որը ունի մեկ նպատակ, ինչ որ մի իրավական տեխնիկապես իրավական ակտի տեսքով, դա կլինի դատանի որոշում, թե այլ հանգամանք, ունենալ մի փաստաթուղթ, որի հիման վրա իմիջիայլոց հետո իրենք դատվելու են այդ որոշում կայացնողները, ունենալ որևէ մի հանգամանք եւ արհեստականորեն զրկել իմ քաղաքադաշինքին իր մանդատից։ Քանի որ ակնհայտ է, որ Կարեն Հրայրի Բադալյանի վրա եղել է ճնշում։ Իմիջիայլոց ասեմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն այդ անձը ուր է։ Իմ տեղեկությամբ ավականու անդամները այսքանի օրը օրինակ չեն կարողանում կապ հաստատել։ Հիմա ես ոչ մի հայտարարություն չանեմ, թե որտեղ է, որտեղ չգիտենք։ Կարող է այլ տեղում է, կարող է ինչ որ այլ անձանց շրջապատի Բադալյանին էլ զանգում ենք։ Հանձնաժողովից ներկայացան։ Հանձնաժողովի հաղորդել է նախագահի։ Թող մտքա։ Հա։